Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր սոսով հավ եւ քովը փրինցե փիլավ։ Հավի սոսը պատրաստելու ենք նարինջի հյութով, շատ հետաքրքիր համադրություն է, մի քիչ սոյասոս, մի քիչ ծխտոր, մի քիչ իմբիր ու ստանալու ենք մի համով ուտեստ, որ անպայման հիմա նայողները պիտի գնան այսօր շուկա ապրանքները վերցնեն ու պատրաստեն, այդ դրանից վստահ եմ։ Այստեղ ոնց տեսնում եք ունենք հավի գրծքամիս, իրականում այս ճաշը կարող ենք պատրաստել եւ ոսկորով, հավի հետ եւ ոչ ոսկորով։ Ես այսօր նախընտրել եմ գրծքամիսով պատրաստենք։ Այստեղ ոնց տեսնում եք երկու տեսակի սոս թրած եմ, այսինքն երկու տեսակի պաղաթիչներ, քանի որ սկզբում հավը որ կտրատելու եմ, մի քիչ մարինեյշն եմ անելու, սառնարան եմ տնելու, մինչ այդ արդեն մենք սկսում ենք բրինձե փիլավը պատրաստել եւ այլն։ Դան պայմաններում կարող եք 3-ից 4 ժամ մարինեյ տնել, հետո եփել, բայց քանի որ մենք եթերի ենք, ավելի արագ պետք է եփեմ, ցես ցույց տամ, դրա համար ես ավելի արագ կանեմ։ Բայց ամեն բարակայի հավերը կամ հավի գրծքամիսը մի քիչ ծեծելու ենք ու հետո մի քիչ ցենց մեծոտ կամ միջակ չափսի կտրատելու ենք։ Այսօր պատրաստելու ենք նարինջի սոսով հավ եւ բրինձե փիլավ։ Մեզ անհրաժեշտ է բրինձ, 2 կտոր հավի գրծքամիս, կծու եւ քաղցր կարմիր պղպեղներ, 2-3 հատ նարինջ, 2-3 հատ կանաչ ծով։ Հավի մարինեյշնի համար մեզ պետք է 3-4 հատ զղտոր, մի կտոր իմբիր, որը կերիցով անցկացնելու ենք, քառորդ բաժակ ցիտապտղից հետ, 1 ջաշի կտալ բրինձի կաթախ, կես բաժակ սոյասոս, նարինջով սոսի համար մեզ պետք է զղտոր 3-4 հատ, 3 ջաշի կտալ մեղր, 3 ջաշի կտալ կարագ, 1 ջաշի կտալ սոյասոս, մի կտոր իմբիր եւ մեծ սև բողբեղ։ Հավի մարինեյշնի համար մեզ պետք է կես բաժակ սոյասոս, քառորդ բաժակ ցիտապտղից հետ, 1 ջաշի կտալ բրինձի կաթախ եւ 3 հատ զղտոր։ Հավը մի քիչ տափակացնում ենք, որպեսզի ինքը դառնա ավելի փափուկ, որովհետեւ հետո տափակ կտրատելու ենք։ Անում ենք, որովհետև ինքը ավելի շուտ է եփում ու համերը իր մեջ ավելի շուտ է վերցնում։ Այս մարածնենք ու մի հատ խոր ափսեի մեջ տնենք, որպեսզի մարինեյշնը անենք։ Վերցում ենք երկրորդ մեր հավի գրծքամիսը։ Մի հատ տախտակը լվանում ենք ու շարունակում ենք։ Դե ինձ սիրելիներս, մեր տախտակը արդեն մաքուր է, կարող ենք շարունակել։ Ինչպես տեսակ, հավերը պատրաստ են, ուրեմն արագի վրա մարինեյշնը անեմ, սառնարան տնեմ ու դրանից հետո բրինձե փիլավը եփելու կտնենք, արդեն ինքը պատրաստ կլինի, կհանենք, ջրոց կուղարկենք եւ արդեն սոսը կպատրաստենք։ Ստեղ արդեն
պետք է ավելացնենք 1 եւ մենք operator-ին պետք է ասենք, որ մոտիկանա ու մոտիկից նկարի։ Ավելացում ենք սոյա սոսը, փրինցի կացախը, ցտապտղիցետը, եւ սխտորները, բայց չենք ճզմած դեռ։ Սխտորը ճզմում ենք։ Խառնում ենք։ Ու հիմա ավելացնելու ենք նարինջի հյութը։ Կամում ենք, մի քիչ օգտագործելու ենք marination-ին, մի քիչ օգտագործելու ենք հետո սոսին։ Շարունակում ենք կամել, որպեսզի մեր marination-ին ավելացնենք։ Արդեն մի ուրիշ հետաքրքիր փույր է դուրս եկել։ Okay։ Մեր հավը պատրաստ է, կարող ենք մի քիչ սառնարան դնել, մինչև փրինցի փիլավը սկսենք, հետո արդեն գտնենք եպել։ Հիմա շարունակում ենք, քանի որ փրինց պատրաստել է մեզ ժամանակ է խլելու, մենք կարող ենք իրեն դնել եփի եւ մենք պատրաստենք, սկսենք սոսը։ Երկու բաժակ ավելացրեցի, այսինքն 4 բաժակ ջուր պետք է ավելացնենք։ Եվ քանի որ մենք այստեղ ջուր տակացրել էինք, այստեղից կառնեմ 4 բաժակ, 1, 2, 4 եւ մի քիչ, քանի որ պակաս էր։ Արդեն աշխատացրել եմ ու կարող ենք մեր գործը շարունակել։ Մի քիչ ավելացնում եմ ցիտապտղիցետ ու աղ։ Դե ինչպես որ գիտեք, ես փրինցե փիլավին անպայման ավելացնում եմ դարչինի ցողիկներ, այստեղ մարանիկի դարչինի ցողիկներն եմ օգտագործում եւ դաբնու դերևը նորեն մարանիկի։ Մի հատ խառնում եմ ու արդեն միջև եփքալը կարող ենք փակել։ Գնում ենք հավը, բերում ենք, որպեսզի մեր սինի վրա շարենք ու ուղարկենք չերոց։ Այս նարինջները բահել եմ, քանի որ մենք սոսին համար օգտագործել ենք իրենց զեստը, այսինքն գեղևը։ Սենց բացում ենք հավերը, մաքսիմում, որպեսզի լավ գրիլ արվի ու հետո արդեն սոսի մեջ ավելացնենք։ Կարող ենք ուղարկել արդեն չերոց։ Մի հատ խառնում ենք, մինչև փրինցե փիլավը պատրաստ լինի,
ու արդեն անցնում ենք սոսը պատրաստելու։ Ինչպես տեսնում ենք, ստեղ ունենք սխտորը ջզմած ենք արդեն։ Մի հատ այսպիսի ափսեի մեջ ավելացնելու ենք նարինջի հյութը։ Եվ քերիչու ուրը։ Հեսա։ Քերիչով նարինջն ենք քերելու կամ քերիչով անցկացնելու, որպեսզի ունենանք գեղևը կամ զեստը։ Մոտավոր 1 կամ 1.5 նարինջի զեստ պետք ունենք, որպեսզի այդ համով համը տա։ Որպեսզի սոսը պատրաստենք, ավելացնում ենք ցիտապտղից հետը։ Հիմա սխտորի եւ ցիտապտղից հետը, քանի որ ավելացրել ենք, ավելացնում ենք կարագը, որպեսզի ցիտապտղից հետը չվարվի, ու այսպիսով ավելի համով սոս կստանանք։ Ավելացրելու ենք 1 ճաշի կտոր սոյա սոսը։ Նարինջի հյութը զեստով, իմբիրը, արդեն մենք համով հոդեր առնում ենք ստեղ ու անհամբեր ենք փորձենք։ Ավելացնել ենք մեղրը, եւ ողբեղը։ Նա մխարնում ենք ու սպասում ենք մի քիչ արդեն հաստանա կամ թանձրանա։ Մեր սոսը գրեթե պատրաստ է, մի րոպեից արդեն ինքը կթանձրանա ու երբ որ հավը պատրաստ է, իր մեջ ենք ավելացնելու։ Մեր սոսը պատրաստ է, մեր բրինձը մի քանի րոպեից արդեն պատրաստ կլինի։ Կարող ենք գնալ մեր հավերը բերել, որովհետև ոնց հասկացա պատրաստ է։ Կարող ենք մի հատ բզդիկ այսպիսի բան վերցնել ու հավերը մեր սոսի մեջ ավելացնել։ Արդեն դենց անուշ հոտ կա ստեղ, դուք չեք պատկերացնի։ Անպայման պատրաստեք, շատ եք սիրելու և ձեր ընտանիքի անդամները ավելի են սիրելու։ Հոտ, համ, ես արդեն չեմ դիմանում, ուզում եմ համդեսեմ։ Կարող ենք ափսե բերել, որպեսզի պլեյթինգը անենք։ Okay,
միած սոխը գտրատենք, որ գտրատելիք կորցն էլ վերջացած լինի ու անցնենք հաջորդին։ Մանր գտրատում ենք, որպեսզի ամենավերջում զարդարենք հավին վրա։ Դե ինձ սիրելիներս, մեր ճաշը պատրաստ է այսօրվա, փրենցե փիլավը պատրաստ է, հավը պատրաստ է, կարող ենք արդեն մատուցել։ Սկզբում տնելու եմ հավը, փրինցը, հավը խելքս տարել է, ոնց հասկացանք, քանի որ հոդից պիտ հալվեմ։ Հիմա ավելացնելու ենք հավը, վաու, ես ինչ լավ հոտ է։ Մի տետև սոյայի սոս, և կանաչ սոխ։ Դե ինձ սիրելիներս, պատրաստեցինք և հիմա պետք է համտեսենք միասին։ Ես անհամբեր եմ, դուք չգիտեմ։ Oh my god, ենքան համով, ենքան փափուկ, ենքան համադրությունը շատ հետաքրքիր, սենց թեթև գծույթուն, իմբիրին համը, սոյա սոսին համը, նարինջի հյութը, խենտանալիք համադրություն է, անպայման պատրաստեք, տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում սոսը, մարինեյշնը անում եք, 2-3 ժամ թողում եք, նույնիսկ կարակ գիշերը անեք ու առավոտը սարքեք, որովհետև ինչքան մնա, այնքան հավը իր մեջ համը վերցնում է։ Փրինցե փիլավով ենք մատուցում, կուզեք եթե փրինցե փիլավով չի մատուցել, ուրիշ տեսակի փիլավով մատուցել, ոնց կուզեք, բայց անպայման սարքեք, որովհետև փոշմանելու եք, եթե չսարքեք։ Ձեր ընտանիքին վայելեք եւ վայելեցուցեք այս տեսակի համովություն։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում եւ ոչ մի ծիծաղելի backstage։